Շնորհակալություն։ Տիկին Սարգսյան, դուք օրենսդրական նախաձեռնություն ունեք ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմը բարձրացնելու վերաբերյալ, եւ այդ օրենսդրական նախաձեռնությունը ես ինքս ողջունում եմ։ Ինչ ակնկալվող արդյունքներ եք դուք այս պահին արձանագրել եւ օրենքի ընդունումից հետո այս պահին ինչ process-ների մեջ է այդ օրենքի ընդունման գործընթացը եւ ինչ ակնկալվող արդյունք ունեք արձանագրած, եթե օրենքը բարեհաջող ընդունվի ազգային ժողովի կողմից։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես նախ եւ առաջ ուզում եմ փաստել, որ օրենսդրական այն նախաձեռնությունը, որի մասին որ դուք խոսում եք, մենք համահեղինակությամբ ենք մշակել, այսինքն դուք եւս համահեղինակ եք օրենսդրական նախաձեռնության կառավարության հետ միասին։ Նշեմ, որ կառավարությունը արդեն իսկ հավանության արժանացրել է օրենսդրական փաթեթը։ Մենք հանում ենք ոստիկանության համակարգ մուտք գործելու առաջնային կերպով, մուտք գործելու վերին տարիքային շեմը, որը 35 տարեկանն է, ինչու, որովհետեւ չկա փաստարկ առայն, թե ինչու այս տարիքը պիտի լինի ոստիկանությունում մուտք գործելու ընդհանուր պահանջների մեջ, կարող է իհարկե այնպիսի փաստարկ հայտնվել եւ առավելապես մեր քննարկումները ներքին տանում են նրան, որ սա արվել է այն պատճառով, որ 20 տարի հետո անձը արդեն կարողանա անցնի զինվորական կենսաթոշակի եւ սա կրկին ծառայությունից ազատվելու վերին տարիքային շեմն է, որպես կանոն եղել տարիներ շարունակ, բայց ես հեռու եմ այն մտքից, որ մենք պիտի ընդունենք համակարգ մարդու այն մտքով, որ հաստատապես կադրը 20 տարի շարունակ ծառայելու է համակարգում, որովհետեւ որևէ մեկը երաշխավորված չէ, որ 3 տարի հետո, 5 տարի հետո կամ հաջորդ տարի դուրս կգա համակարգից տարբեր պատճառներով։ Սա իհարկե չի խոսում այն մասին, որ մենք պիտի պատահականության սկզբունքով ընտրենք մեր կադրերին, որովհետև իրականում կադրերի հավաքագրումը պիտի լինի շատ օբյեկտիվ եւ պիտի հուսալի այնպիսի գործիքակազմեր ունենանք, որ վստահ լինենք, որ կայուն կադրային հոսք կունենանք ոստիկանական համակարգ, բայց այսպիսի ձևական պահանջներով խոչընդոտել օրինակ 36 տարեկան անձի մուտքը ոստիկանության համակարգ, սա ուղղակի շատ արհեստական, շատ ոչ բնական մոտեցում կարող է լինել, եւ ես ուրախ եմ, որ հենց ներքին գործերի նախարարության համակարգից սկսեցինք այս մոտեցումը, եւ սա կարծում եմ կտարածվի նաեւ մնացյալ ուժային կառույցների շրջանակներում եւս։ Ասեմ, որ ակնկալում ենք, որ արդեն սեպտեմբերին, երբ որ կունենանք նոր ընդունելություն, կունենանք բավական մեծ հոսք թեկնածուների, որովհետև բազմիցս մեզ դիմում են քաղաքացիները 36 տարեկան, 37 տարեկան, 40 տարեկան, չեմ ուզում որևէ տարիքային թիվ մատնանշել այս պայծրությամբ, բայց դիմում են 35 տարին լրացած անձինք, որոնք որ ցանկություն ունեն աշխատելու ոստիկանության համակարգում եւ նաեւ առաջ տանելու այն ռեֆորմային մոտեցումները, որ կառավարությունն ունի։ Եվ այստեղ պիտի բնականաբար ձեռք մեկնել տվյալ անձանց եւ փոխադարձ ճիշտ, այսպես ասեմ, սկզբունքային մեխանիզմների արդյունքում, եթե լինի հավանություն տվյալ թեկնածուի, անձը պիտի անցնի ծառայության ոստիկանության համակարգ։ Սեպտեմբերին արդեն կունենանք նոր ընդունելություն եւ ես այս պայծրությամբ իմ ունեցած ամեն դեպքում տվյալների վերլուծությամբ վստահ եմ, որ կունենանք մեծ թվով դիմումատուներ, ինչը կխթանի ոստիկանության համակարգում նաեւ նոր շունչ գալը, նոր շունչ բերելը, քաղաքացիական ավելի մեծ թվով անձանց ներգրավումը եւ այսքանը, եթե ես բան բաց չթողեցի, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, հարցից նպատակը իհարկե այն էր, որպեսզի հանրությանը առավելագույնս տեղեկացնենք այս նախաձեռնության մասին, ովքեր նպատակ ունեն իրենց ծառայությունը շարունակել կամ ծառայության անցնել ոստիկանությունում, իմիգրանտից արդեն պատրաստվեն։ Այո, շատ կարևոր նախաձեռնություն է, որովհետև այստեղ ոստիկանության բաժիններում համալրվածությունը ոչ բավարար վիճակում է մի շարք բաժիններում, բացի այդ նաև հանրային արձագանքներն են շատ, մարդիկ շատ են դիմում այս պայծրությամբ 35-ից բարձր եւ ցանկություն ունեն ծառայել ոստիկանությունում եւ երրորդը, որ մարդը ինքն է գնահատում իր ապագան, 20 տարի կծառայի, թե 30 տարի կծառայի, մտնելուց արդեն ինքը այդ դիրքորոշումը ունի, թե քանի տարի է ծառայելու եւ թոշակի գնալու է, թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ասեմ, որ տիկին նախարարը ասեց թարմ հոսանքի մասին, հիշեցնեմ, որ պաշտպանական գերատեսչությունը ռեստարտ արեց իր թոշակի անցածներին, տալով հնարավորություն, այստեղ նաև կարելի է մտածել նաև հենց ներքին գործերում էլ այդպիսի տարիքային ինչ-որ խմբում ծառայություն անցած մարդիկ, որոնք ցանկություն կունենան նորից վերադառնան եւ ինչ-որ ձև համալրեն մեր կադրային բանկը, եթե դրա կարիքը ունենան, կարելի է այդ թևն էլ ներառենք այս ծրագրի մեջ, որը շատ դեպքերում համոզված են, որ արդարացված կլինի լավագույն փորձի տեսանկյունից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։